եւ որևէ նախադասության մեջ չճշտված փաստեր չկան, բացարձակապես։ Ես հնչեցնում եմ մասնագիտական շրջանակների, մասնագիտական տեսակետը։ Եվ դուք պարտավոր եք ազգային ժողովում հաշվետու լինել եւ պատասխանել падգամավորի հարցերին պատշաճ բարեկրթությամբ։ Այդ որ ասում եք ախորից չի տարբերվում։ Ցուցակ էիք վերել այդ տղուն, համարը չունեք, մի հատ զանգյասը չես ամանչում, Հայաստան դաշինքն ես ներկայացնում, ես ինչ ախորի բան ես վերել ստե կապել։ Այդ ձեր պատկերն է, ձեր ֆրակցիայի պատկերն է, այդ այնց ախորովել, կառուցվել եք, եկել եք, հիմա այդ այնց ուզում եք բան անեք։ Ձեր խմբակցության ներկայացուցիչն է, համարը չունեք, կարող եմ փոխանցել, զանգեք ասեք, ես ինչ ես անում։ Դա չի տակարկում նրա մասին։ Ինչ Տիկին Անդրեասյանն ու ես եմ, թե դուք եք կառուցողը։ Կառուցողը ձեր ֆրակցիայից է։ Հերթական մանիպուլյացիայի մի ենթարկեք իմ խոսքը։ Ով ուզում է լինի շինարարը, պատասխանատվություն պիտի ենթարկվի։ Ինչ կարևոր է թե նաում ցուցակից է եղել։ Ենթարկեք, ճիշտ մասնագետի ընտրեիք եւ ճիշտ շինարարի ընտրեիք, ճիշտ նախագիծ ունենայիք։ Այ քեզ բան։ Այդքան դժվար է լսել ճշմարտությունը։ Բան չեք տանում ուրիշ դաշտ, ինչու եք տանում ուրիշ դաշտ, ես վերջնատ հստակ ասում եմ, անորակ վանդալիզմա ենթարկվել Ցեղասպանության հուշահամալիրի նկատմամբ, փոխանակ ասեք գնում ենք սխալների ուղղման ճանապարհով, սա, նա, ցուցակը, չգիտեմ ինչ,